Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրան մեղադրելով երկակի ստանդարտների համար։ X-ի իր էջում Արաղչին նշել է, որ Մակրոնը ոչ մի կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմը։ Ըստ նախարարի, Ֆրանսիայի նախագահը լռել է նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը պայթեցրել է Թեհրանի վառելիքի պահեստը, միլիոնավոր մարդկանց ենթարկելով թունավոր նյութերի ազդեցության։ Արաղչին շեշտել է, որ Մակրոնի ներկայիս ճակերտավոր մտահոգությունը հաջորդել է ոչ թե Իրանի գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այլ Իրանի հակահարվածին։ Ցավալի է, շեշտել է Արաղչին։ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել էր, որ գազի արդյունահանման օբյեկտներին հասցված հարվածներից հետո հեռախոսով խոսել է Կատարի էմիրի և Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն առաջարկել է սահմանել մորատորիում, ժամանակավորապես դադարեցնել հարձակումները էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների նկատմամբ։